Այսօր ես պատահական չեմ գտնվում այս վայրում, Ֆրեզնոյում, որտեղ ապրել են մեր ազգի մեծանուն հայերը՝ Ուիլյամ Սարոյանը, Քրք Քրքորյանը, Ֆրեզնոյից ոչ շատ հեռու ծնվել եւ մեծացել է Մոնթեն։ Այստեղ է նաեւ թաղված Արարատ գերեզմանատանը, մեր մեծանուն ռեժարու Սողոմոն Թելերյանը։ Իր կյանքի վերջի տարիներին այստեղ է բնակվում նաեւ Անդրանիկ Օզանյանը։ Այսպիսով Ֆրեզնոն մի հավաքական խորհուրդ ունի իր մեջ, հատկապես կարևոր մեր ազգի պատմության ամենակրիտիկական, ամենաբախտորոշ ժամանակաշրջանը։ Հայաստանում շուտով ընտրություններ է, որին իշխող ուժը ուզում է կրկին վերարտադրվել, բայց ի տարբերություն իր նախորդ ազգային եւ ազգապահպան կարգախոսների, այս անգամ նա ուզում է գա կտրուկ հակառակ գաղափարախոսություններով, առաջարկելով ջնջել եւ թողնել անցյալում բոլոր տեսակի ազգայինն ու պատմականը։ Ահա թե ինչու եմ ընտրել այս վայրը, որպեսզի մեր հայրենիքում գտնվող հայերին մի այսպես խորհրդանշական պատգամ հղեմ, հիշեցնելով, որ այստեղ օտարության մեջ հայը պահել եւ պահում է իր ինքնությունը եւ հայացքը միշտ ուղղում է դեպի Հայաստան, դեպի հայրենիք, հույս ունենալով, որ մայր Հայաստանում հայությունը կգտնի այն ուժը, որը որ նաեւ կփոխանցի Սփյուռքին։ Եվ իհարկե հակառակը այստեղ Սփյուռքը եւս իր ուժն է եւ զորակցությունն է միշտ ուզում հայտնել Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, իրենց քույրերին եւ եղբայրներին։ Այստեղ հարավային Կալիֆոռնիայում չկան Նժդեհի, գեներալ Սիլիկովի կամ Նազարբեկյանին նվիրված հուշարձաններ։ Սասունցի Դավթի արձանն է իմ հետևում, որը գտնվում է Ֆրեզնոյի կենտրոնում, եւ Սասունցի Դավիթը հավաքական կերպար է մեր ազգի ուժի եւ պայքարի, զորության եւ թշնամուն ծնկի բերելու խորհրդանիշն է։ Այսպիսով, քանի որ լինելու է զորահանդես Հայաստանում, չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունը մեծ ցանկություն ունի հնչեցնելու այն հերոսների անունները, որոնք ստեղծեցին մեր առաջին հանրապետությունը, որոնք որ կերտեցին իրենց արյան եւ հերոսության կամ, ինչպես ժողովուրդն ասում, խենթության գնով։ Խենթերն էին, որոնք որ գտան այդ հնարքը։ Եվ պետք է նաև հիշատակել, որ դրանում մեծագույն դեր է խաղացել Ղարաբաղյան հեծելազորը, որը Բաշապարանի մարտերում ներգրաված էր ամենաբարդ եւ ամենավտանգավոր առաջադրանքներում։ Առաջ շարժվելով նույնիսկ թշնամու գնդացիրների ուղիղ կրակի տակ։ Եղել են նաև պահեր, երբ Ղարաբաղյան հեծելազորը մարտի է բռնկվել դեմ առ դեմ, այսինքն սուրերով կռիվ է գնացել։ Մեկ կարևոր հանգամանք եւս Անդրանիկ Օզանյանը, ինչպես նաեւ նրանից հետո Գարեգին Նժդեհը պայքարել են Զանգեզուրը պահելու համար։ Ինչի մասին հիմա ես մի փոքր ուզում եմ անդրադառնալ։ Մայիսյան հերոսամարտերից հետո հայ ժողովուրդը կարողացավ կանխել Արևելյան Հայաստանի ամբողջական կործանումը եւ Երևանի անկումը։ Սակայն ռազմական իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Անընդմեջ պատերազմներից, գաղթականների հոսքից, սովից եւ կովկասյան ռուսական ճակատի փլուզումից հյուծված նոր ձևավորվող հայկական պետությունը կանգնած էր Օսմանյան կայսրության հսկայական ճնշման ներքո։ Այդ պայմաններում 1918 թվականին հունիսին ստորագրվեց տխրահռչակ Բաթումի պայմանագիրը, որը կտրուկ սահմանափակում էր Հայաստանի տարածքը եւ ռազմական հնարավորությունները։ Անդրանիկ Օզանյանը հրաժարվեց ընդունել այդ պայմանագիրը եւ մերժեց իր զորքերի կազմալուծման գաղափարը, վտանգավոր համարելով իրավիճակը հայկական բնակչության շրջանների գոյության համար, նա Դիլիջանի շրջանից դուրս եկավ իր հայկական հատուկ հարվածային դիվիզիայի եւ հազարավոր հայ գաղթականների հետ միասին ուղևորվեց դեպի Սյունիք։ Նրա ուժերը ըստ տարբեր տվյալների բաղկացած էին մոտ 1200-ից 1500 փորձառու մարտիկներից, որոնք ուղեկցում էին շուրջ 20,000 խաղաղ բնակիչներ, որոնք փախչում էին թուրքական առաջխաղացումից։ Դարագյալազով անցնելով եւ Նախիջևանով շարժվելով դեպի Սյունիք եւ Զանգեզուր, Անդրանիկը շարունակեց կազմակերպել զինված դիմադրություն Հայաստանի լեռնային հատվածներում։ Զանգեզուրի ռազմավարական նշանակությունը շատ արագ դարձավ ակնհայտ։ Օսմանյան եւ ադրբեջանական ուժերը փորձում էին ստեղծել ցամաքային կապ Անատոլիայի եւ Ադրբեջանի միջև, Նախիջևանի եւ Սյունիքի միջոցով։ Տեսնում եք ինչքան ընդհանուր բան կա այն ժամանակների եւ այսօրվա միջև։ Անդրանիկը հասկանում էր, որ Զանգեզուրի կորուստը կարող է
մեկուսացնել հայկական շրջանները եւ վտանգել Հայաստանի երկարաժամկետ գոյությունը։ Այսպիսով 1918-19 թվականների ընթացքում նրա ջոկատները պաշտպանում էին լեռնային անցումները, հայկական գյուղերը ու գաղթականների շարասյունները։ Այդ ռազմական գործողությունները իրականացնում էր ամբողջ տարածաշրջանը։ Զանգեզուրի դիմադրությունը մեկ հայտնի ճակատամարտ չէր, ինչպես Սարդարապատը, այլ երկարատև պայքար պաշտպանական մարտերով, տեղային հարձակումներով եւ պարտիզանական, այսպես ասած, գործողություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Անդրանիկը հույս ուներ, որ հաղթող դաշնակից պետությունները կաջակցեն հայկական պահանջներին եւ միջազգայինորեն երաշխավորություն կտրամադրեն Հայաստանի անվտանգության համար։ Պես մենք ենք այսօր ուզում, որ միջազգային հանրությունը կամ այլ պետությունները երաշխավորեն մեր փոխարեն մեր անվտանգություն։ Մի ժամանակ նա շարունակեց գործողությունները Սյունիքում եւ ինչ որ կապեր էր պահում դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն հետպատերազմյան քաղաքական իրականությունը, ինչպես գիտեք, հայ ժողովրդի լուծված վիճակը եւ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը աստիճանաբար նրան համոզեցին, որ այդ պայքարում լայնածավալ ռազմական պայքարի շարունակությունը դառնում է անհնար։ 1919 թվականին Անդրանիկը հեռացավ այսպիսով ռազմական հրամանատարությունից, լքեց Կովկասը եւ հաջորդ տարիներին արդեն բնակվեց այստեղ Ֆրեզնոյում։ Հայաստանը այդ ժամանակ արդեն խորհրդայնացման ուղին էր բռնել։ Իդեմս Անդրանիկի բոլոր մեր հերոսները առաջին հանրապետության եւ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտների արժանի են հիշատակման։ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան, Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդե, Անդրանիկ Օզանյան, Քրիստոֆոր Արարատով, Դանիել Բեկփիրումյան, Պողոս Բեկփիրումյան, Կարապետ Հասան Փաշայան, Արշակ Գաֆավյան, Սեբու Ներսիսյան, Համազասպ Սրվանսյան, Մուրադ Սեբաստիացի, Սմբատ Բորոյան, Հակոբ Բագրատունի, Ջանգիր Աղա, Ուսուպ Բեկ, Հովանես Բաղրամյան։ Կանարեք Վիլյամ Սարոյանի գերեզմանի տեղը գիտեք։ Վիլյամ Սարոյանի գերեզմանը մի քիչ այն կողմից